Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջան է եւ Հայ ազգային կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն ունի սեփական կուսակցության առաջ եւ սեփական կուսակցության հաջողություններն է փորձում այսպես ապահովել։ Եվ գիտեմ, որ կան համաձայնություններ հանրապետական կուսակցության հետ համատեղ ինչ որ պրոյեկտներ ձևավորել Հայ ազգային կոնգրես Արման Թաթոյան, Դավիթ Անանյան, այսպես Էդմոն Մարուքյան, Սուրեն Սուրենյանց ապրելու երկիր Հայկ Մարության մեծ դաշինք են փորձում կազմել։ Եվ այս հայտարարությունները տեղավորվում են բացառապես այդ նախընտրական տրամաբանության։ Քոչարյանն ինչու է դուրս մնում այդ շրջանակից։ Որովհետև համաձայնությունը Սերժ Սարգսյանի հետ է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի։ Որտեվ Հայ ազգային կոնգրեսը շատ ավելի ընդհանուր բան իրեն տեսնում է հանրապետականների հետ, քան ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը այո, ընդհանուր լուրջ դաշինք կկազմեն, որտեղ դեռ 2017 թվականին, եթե հիշում եք, հրապարակայնորեն Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց, որ իրենց մոտեցումները Ղարաբաղի կարգավորման մասով ամենամոտն են հանրապետական կուսակցության մոտեցումներին եւ շատ բան իրենց չի բաժանում գոնե արցախյան հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասով եւ իրենք տեսնում են համագործակցության եզր